Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Ով որ ձեզ է լսում, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց։ 72-ը վերադարձան խնդությամբ եւ ասացին. Տեր, դևերն են մեզ հնազանդվում քո անունով, եւ նրանց ասաց. տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը, եւ ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զորության վրա, եւ ձեզ բոլորովին չեն վնասելու, բայց մի ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա այսօր կենտրոնանալ։ Քրիստոսի վերջին խոսքերի։ Մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ հենց դրա համար, որ մարդկանց անունները գրված լինեն երկնքում։ Այսինքն, որ մարդիկ արժանանան փրկության, այլ ոչ թե որ մարդիկ տեսակ նշաններ, հրաշքներ, զարմանալի գործեր գործեն, որ դևերին հնազանդեցնեն։ Մեկ ուրիշ տեղ ավետարանում ասում է. Տեր, ինչպես մեզ չես ճանաչում, քո առաջ հրաշքներ գործեցինք, նշաններ արեցինք, ասում է հեռու գնացեք ինձանից բոլորդ, որ անօրենություն եք գործում։ Ուրեմն կարևոր չի հրաշքներ եւ նշաններ գործելը, դևերին հալածելը, սրանք բոլորը մարդկային զորության կամ մարդկային իմաստության կամ մարդու կարողության նշաններ չեն, սա Աստված է տալիս։ Բա կարևորը ինքն է, կարևորը անօրենություն, մեղք չգործելն է, որը շատ ավելի դժվար բան է, մեղքին հակառակ կենալը։ Իհարկե, մարդը ինքն իրենով չի կարող մեղք չգործել, մարդը ինքն իրենով միայն չի կարող հաղթահարել մեղքին։ Աստծո օգնությունն է պետք, Աստծո զորությունն է պետք։ Բայց Աստված այդ օգնությունը, այդ զորությունը, այդ շնորհը, այդ միջամտությունը անում է նրան, ով շատ է ձգտում դրան, ով իրապես ուզում է մեղք չգործել, ով ճիքեր եւ ջանքեր է գործադրում մեղքը հաղթահարելու, մեղքի դեմ պայքարելու համար։ Եվ ասում է, մի ուրախացեք, որ դևերը հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված լինեն երկնքում։ Այսօր մեր եկեղեցին կատարում է տոնը Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովի 200 սուրբ հայրապետների։ Գիտենք մենք, հայոց եկեղեցին ընդունում է միայն 3 տիեզերական ժողովներ։ 4-րդը մեր եկեղեցին մերժեց, որ Քաղկեդոնի ժողովն էր։ Մեր եկեղեցու ընդունված ժողովներն են առաջին տիեզերական ժողովը Նիկիայի, որ տեղի ունեցավ 325 թվականի, երկրորդ տիեզերական ժողովը Կոստանդնապոլսի, որը տեղի ունեցավ 381 թվականի եւ երրորդ տիեզերական ժողովը Եփեսոսի, որը տեղի ունեցավ 431 թվականին։ Այսօր մենք կատարում ենք հիշատակը այդ Եփեսոսի սուրբ ժողովի մասնակից 200 հայրապետների։ Մի քանի խոսք այդ ժողովի մասին։ Բոլոր ժողովները գումարվել են կայսրերի կողմից, երբ որ եկեղեցու մեջ խնդիրներ են առաջացել, երբ որ եկեղեցու մեջ առաջ են եկել հերձվածներ, աղանդներ, թյուր ուսմունքներ,
եւ եկեղեցում է սկսվել է պարակտում կամ անհաշտություններ, խժդզություններ, պայքարներ եւ ժողովները գումարվել են այդ նպատակով, որպեսզի այս հարցերը իրենց վերջնական լուծումները ստանան եւ այլևս դադարեն այդ բաները։ Եվ Եփեսոսի 3-րդ ժողովն էլ տեղի ունեցավ հենց այդ նպատակով։ Ուրեմն եկեղեցու մեջ հայտնվել էր ինչպես առաջի ժողովի պարագային Արիոսը, վերջի ժողովի 3-րդ ժողովի պարագային հայտնվել էր Նեստոր անունով մի եպիսկոպոս, որը լավ քարոզիչ էր։ Ի վերջո Նեստորը 428 թվականին ընտրվեց Կոստանդնապոլսով պատրիարք։ Ինքը Անտիոքից էր։ Եվ սկզբնական շրջանում իր քարոզներով, իր ուղղափառ, ուրեմն ջանքերով փորձում էր մայրաքաղաքը Կոստանդնապոլսը մաքրել աղանդներից եւ հերձվածներից։ Բայց ի վերջո ինքն էլ ընկավ մի մոլորության մեջ եւ սկսեց մարդկանց ուսուցանել, որ պետք չի Մարիամին կոչել Աստվածածին, այլ Մարիամը մարդածին է, ինքը ծնել է Քրիստոս մարդուն, այլ ոչ թե Քրիստոս Աստծուն։ Այս սրանով նաեւ բաժանում էր առաջացնում Քրիստոսի մեջ մարդ եւ Աստված։ Մենք բոլորս գիտենք եւ եկեղեցին այդպես էլ դավանում է, որ Քրիստոս կատարյալ մարդ էր եւ կատարյալ Աստված, բայց մեկ անձ, մեկ բնություն։ Միավորված է այդ ամեն ինչը, այլ ոչ թե բաժանված է մարդածին եւ Աստվածածին։ Եվ այսպես թյուր ուսմունք սկսեց տարածել եւ այս ուսմունքի դեմ բնականաբար ուղղափառ հայրերը դեմ ելան։ Իմասնավորի Ալեքսանդրիո պատրիարքը, Ռոմի պապը դեմ ելան եւ Ալեքսանդրիո պատրիարք Գյուրեղը 12 նզովքներով նզովեց ուրեմն Նեստորին եւ հորդորեց, որ հրաժարվի իր թյուր ուսմունքից։ Սակայն Նեստորը ամուր մնաց իր ուսմունքի վրա եւ կայսրին դիմեց, Թեոդորոս փոքր կայսրն էր այդ ժամանակ, որպեսզի ժողով գումարվի։ Եվ այդ ժողովը ի վերջո գումարվեց 431 թվականի Եփեսոսի մեջ։ Ժողովին նախագահեց Գյուրեղ Ալեքսանդրիացին, որը հակառակ էր Նեստորի ուսմունքի եւ այդ ուսմունքի հակառակորդների գլուխն էր, գլխավորն էր, առաջամարտիկն էր։ Նեստորին հրավիրեցին ժողովին, Նեստորը մերժեց հրավերքը, չեկավ, որովհետև իր կողմնակիցներ չկային ժողովի մեջ, չեն եկել։ 3 անգամ հրավիրելուց հետո վերջը որոշեցին առանց Նեստորի ժողովը անել։ Եվ ժողովի մասնակից 200 ընդհանրական եկեղեցու հայրապետներ, եպիսկոպոսներ նզովեցին Նեստորի ուսմունքը եւ Նեստորին զրկեցին Կոստանդնապոլսո պատրիարք լինելու ուրեմն շնորհից։ Զրկեցին, հանեցին պատրիարքությունից եւ նզովեցին իր ուսմունքը։ Որից հետո Նեստորը հեռացավ, ուրեմն վարքերի մի մասում ասում է Եգիպտոս հեռացավ, մի մասում ասում է Պարսկաստան, որտեղ էլ ի վերջո վախճանվեց։ Եվ այսպես մերժվեց նեստորականությունը, որով Քրիստոսի բնությունը երկուսի էր բաժանում։ Եվ այդ ժողովի ժամանակ էր, որ Գյուրեղ Ալեքսանդրիացի հայրապետը իր նշանավոր բանաձևը ասաց, որը հանդիսանում է հայոց եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության հիմքը։ Ինչ էր այդ բանաձևը։ Մեկ է բնությունը մարդացած բանի։ Այսինքն Հիսուս Քրիստոսն ունի մեկ բնություն։ Սա հիմնական բանաձևերից էր, որ ընդունվեց, որոշումներից էր, որ ընդունվեց Եփեսոսի տիեզերական 3-րդ ժողովի ժամանակ։ 4-րդ ժողովի ժամանակ, որ մեր եկեղեցին մերժեց, Խաղկեդոնի ժողովն էր, այս բանաձևին հակառակ բանաձև ընդունվեց, որ Քրիստոսն ունի երկու բնություն։
որը մերժելի էր մեզ համար, որը մերժվեց եւ այդտեղից էլ առաջացավ ընդհանրական եկեղեցու, մեծ եկեղեցու երկու բաժանումները, արևմտյան եւ արևելյան։ Արևմտյանները քաղկեդոնական են, ընդունում են Քրիստոսի մեջ երկու բնություն, արևելյանները մենք ենք ոչ քաղկեդոնական ենք, որ ընդունում ենք Քրիստոսի մեջ մեկ բնություն։ Մենք ասում ենք Քրիստոսն ունի մեկ աստվածամարտկային բնություն, մեկ բնություն, որի մեջ միավորված է աստվածություն եւ մարդեղություն։ Ուրեմն Եփեսոսի 3-րդ ժողովի ուղղափառ հայրապետների տոնն է այսօր։ Սա շատ կարևոր է։ Ինչի համար։ Դե ոմանք ասում են, մենք էլ հաճախ ասում ենք, դե այդ կարևոր չի մեզ համար, մենք պարզ հավատացյալներ ենք, այդտեղ աստվածաբանական, փիլիսոփայական, իմաստասիրական խնդիրները, մենք այդ բաներից շատ բան չենք հասկանում, բայց Քրիստոսն ավետարանում ասում է, պիտի ճանաչեք Քրիստոսին եւ ճանաչելով պիտի փրկվեք։ Այսինքն ճանաչել ճիշտ ճանաչելու մասին է։ Եթե դու սխալ գիտես Քրիստոսին, չես կարող։ Ամբողջ աշխարհը, գրեթե ամբողջ աշխարհը, շատ քիչ մարդիկ աշխարհում Աստծուն չեն հավատում։ Ամբողջ աշխարհը ասում է Աստծուն ենք հավատում, բայց այդ ճանաչողության հարցն է։ Արդյոք բուդայականները, իսլամները, հրեաները եւ մյուս կրոնների հետևորդները ճշմարտապես ճանաչում են Աստծուն։ Մենք կասենք ոչ, ինչու՞, որտեղ ճշմարիտ Աստված ճանաչողությունը Սուրբ Երրորդության ճանաչողությունն է, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, որոնք իրենք չունեն։ Ճիշտ այդպես է Քրիստոսն ասում է կճանաչեք Որդուն եւ այդ ճանաչողությունը ձեզ կփրկի, կհասնեք փրկության։ Ուրեմն շատ կարևոր խնդիր է սա։ Ոչ թե հրաշքների մեջ է փրկությունը, ոչ թե նշանների մեջ է փրկությունը, ոչ թե դևեր հնազանդեցնելու մեջ է փրկությունը, այլ Քրիստոսին ճանաչելով, մեղքից հրաժարվելու եւ Աստծուն միավորվելու մեջ է փրկությունը։ Պողոս առաքյալն ասում է. հրաշքներ կգործեք, նշաններ կգործեք, լեռներ կշարժեք, ձեր ունեցվածքից կհրաժարվեք, նույնիսկ ձեր մարմինը այրվելու կտակ, բայց եթե սեր չունենաք, ոչ մի օգուտ չունի այդ ամեն ինչը։ Ուրեմն սերը ավետարանն ասում է ամենից կարևորն է եւ սիրով է ամեն ինչ։ Աստծո սիրով վարված մարդը, Աստծո սեր իր մեջ կրող մարդն է, որ կարող է մերձենալ Աստծուն։ Իսկ Աստծո սերը մեր մեջ կրել, նշանակում է մարդկանց սիրել, նշանակում է սիրով վարվել, սիրով ապրել այս աշխարհի մեջ։ Եվ իրականի մեջ այդ սերն է, որ պահում է աշխարհը։ Ատելությունը աշխարհը քանդում է, սիրո բացակայությունը աշխարհը քանդում է։ Եվ մենք ինչքան էլ այսօր վատատես աչքերով նայենք, ասենք աշխարհի մեջ անհավատությունը, աշխարհի մեջ անաստվածությունը, աշխարհի մեջ սեր չկա, աշխարհի մեջ ատելությունն է, չարությունն է, դաժանությունն է, իրականում այդպես չի։ Իրականում սերը շատ է, դրա համար էլ աշխարհը մնում է։ Եթե սերը չլներ, աշխարհը փուլ կգար մահուց։ Ուղղակի այդ սերը աննկատ է, չարությունը բացահայտ է, չարությունը ակնառու է, չարությունը ամենտեղ աչքի է զարնում, իսկ սերը շատ հաճախ աննկատ մեր մեջ կա ու մենք այդ նույնիսկ չենք էլ նկատում այդ բանը։ Ուրեմն հիշելով այսօր եկեղեցու 200 ուղղափառ հայրապետներին, որոնք Եփեսոսի ժողովի մասնակիցները եղան, իրենց բարեխոսությունը խնդրելով, խնդրենք, որ մեզ էլ այդ ուղղափառ ճանապարհով իրենց բարեխոսությամբ առաջնորդեն։ Մենք էլ ճշմարտության ճանապարհով գնանք, ոչ թե հրաշքների, ոչ թե տեսիլքների, ոչ թե տեսակ զարմանալի բաների, այլ մի բանի։ Մի խոսք հիշեցի այստեղ, որ ասել եմ նորից կկրկնեմ։ Մեկը գալիս է անապատ, լսել է մի հայտնի ճգնավորի մասին, հրաշագործ ճգնավորի մասին, գալիս է այդ ճգնավորին տեսնելու, ճանապարհին հանդիպում է աշակերտին,
ասում է ճիշտ են ասում, որ ձեր ուսուցիչը հրաշագործ է, հրաշքներ է գործում։ Այս աշակերտը ծիծաղում է ասելով, դուք հրաշք եք համարում այն, երբ որ Աստված մարդու ուզածն է կատարում, բայց մենք հրաշք ենք համարում այն, երբ որ մարդը Աստծո կամքն է կատարում։ Իսկ Աստծո կամքը մեր մեղք չգործելն է, մեր սուրբ լինելն է, մեր կատարյալ լինելն է։ Թող Սուրբ Հայրապետները բարեխոսեն մեզ համար, որպեսզի մենք կարողանանք մեղքի դեմ պայքարում չպարտվել, այլ Քրիստոսի օգնությամբ, սրբերի բարեխոսությամբ հաղթել եւ լինել Աստվածահաճո մարդիկ, որպեսզի մեր անունները գրված լինեն երկնքում։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։